Այս թեմայի մեջ ուզում եմ մի թեմա բարձրաձայնել, հարգելի ընդդիմադիր գործիչներ, Տիկին Թովմասյան, դուք գիտեք, որ 2 տարի կամ 2 տարի կես առաջ իմ 3 տարեկան երեխայի վրա հոդված գրեցին, հոդված տպեցին, դրանից այդ ընթացքում կապնվեցին համայնքապետարան, համայնքապետարանից ճշտեցին երեխայի գտնվելու վայրը, սերը, անունը, ազգանունը, չգիտեմ եւ այլն, եւ այդ երեխու վրա հոդված տպեցին։ Հուսով եմ դուք կասեք այս ամբիոնից դա բարոյական էր, թե անբարո, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ մարդկանց ընտանիքներ մտնելը այդ անթույլատրելի է կարմիր գիծն է։ Սիրելի գործընկերներ, ուզում եմ ասել, հիշում եք, չէ, այդ ձեր ասած YouTube-ը երբ հետ ենք թերթում, հիշում եք, չէ, Սերժի կամ Քոչարյանի, Ռոբերտի օրոք այս միջանցներում ինչ էր կատարվում, լրագրողներին ոնց էին վերաբերվում, ընդհուպ հայոյանքով եւ այլն, ու այդ ժամանակ որևիցե մեկը, որևիցե հարց ես չեմ լսել, որ բարձրաձայնած լինի։ Ես կարծում եմ, դե վախենում էին իրանց շեֆերից, հիմա ավելի քան ազատ է լրատվամիջոցը, օրինակ Տիկին Թովմասյան, ձեզ շատ մոտ կանգնած լրատվամիջոցի լրագրողը, օրինակ ինձ կարողանում է զանգել գիշերը ժամը 11-ին, օրինակ։ Այսինքն, ինչ եք կարծում, այդ ազատության մասին չի խոսում, կամ լրագրողներն ինչ ուզում խոսում են, հոդված են տպում, սուտ են գրում այդտեղ, ու երբ դու ասում ես, որ այդ ինչ որ կա սուտ է, նրանք այդ չեն հերքում, մտածելով դե կտա դատարան մի 2 տարի դատեր կանցնեն, չգիտեմ, հետո կմոռացվի կգնա, մեր ասածն էլ հիմք կդառնա, եւ ուզում եմ ասել, որ այս բարերով հրապարակներում երբ հանրահավաքներ է լինում, մեզ, մեր ընտանիքի անդամներին, բոլորին հանիծում, քրֆում, ինչ ասես ասում են, բոլորը այդ վերնագրերը դնում իրաց լրատվականներին ու դնում են կայքերում։ Երբևիցե չեմ լսել որևիցե մեկը, որ դատապարտի այս ամեն ինչ, եթե օրինակ դուք դատապարտած լինեիք այդ ամեն ինչը, մեր Սիվիկի լրագրողի դեպքը եւ այլն, ես էլ այս պահին պարոն Քոչարյանին կասեի, պարոն Քոչարյան, կարող է ամեն դեպքում քննարկենք, մի բանը ներս չես ասել, բայց այս պահին չեմ կարող տենց ասեմ, որովհետեւ հասկանում եմ, որ սուբյեկտիվ է կարծիքները, որ եթե ընդդիմադիրը լավ է, եթե իշխանականը վատ է, եւ ուզում եմ արգելի գործընկերներ բոլորիդ խնդրել ու հորդորել, որ բոլորս էլ ազգային ժողովի պատգամավոր ենք, բոլորս ունենք այդ մեկ մանդատը, եթե մեկը մեր հանդեպ անհարգալից է վերաբերվում, բոլորս պետք է միասնական այդ քննադատենք։ Որում 2016 թվականից դա իմ հետ կապ չունի, դե պարզ է, որ պետք է թիրախավորի գրի, բայց ես ինչ եմ ուզում ասել, օրինակ մեր կանայք պարկեշտ ընտանիքի հարցներ են եւ իրենց թույլ չեն տալիս այս թիմից փախչել, թռնել այն մյուս թիմ կամ ինչ-որ մարդկանցով գալ մարդ դառնալ ու այդ մարդկությունը միանգամից մոռանալ։ Օրինակ ինձ հետաքրքիր է, էլի, եթե չլիներ ոմանց խավորները, նրանք չհայտնվեին իմ քայլի ցուցակում, երբևիցե կպատկերացնեն մի օր, որ կդառնան պատգամավոր, այդ ընթացքում էլ մեր մասին գրում են, այ օրինակ, որ Վարազդատ Կարապետյանը դիմում չգրեր, Նարեկ Գրիգորյան չէր հայտնվեն, Նարեկ Գրիգորյանը մաքուր ձայն է տարել, ձեր հետ է մրցել, իդեպ։ 4 ձեներ երևի տարբերությունը, չգիտեմ, ամբողջ մի հսկա օլիգարխիա էր աշխատում այն ժամանակ ձեր համար։ Հարգելի ընդդիմություն, ինչքան գովերգում եք Ռոբերտ Քոչարյանին, այնքան ավելի խորն եք փորում ձեր քաղաքական փոսը, այն փոսը, որ օրինակ 80 սանտի էր, հետո սարքեցիք 1.80 m, հիմա սարքում եք 2.80, որ էլ տեից չկարողանա կլներ դուրս գալ ու քաղաքականությամբ զբաղվել, ասում է պարոն Մինասյանը, Ռոբերտ Քոչարյանն ունի 4 միլիոն դոլար կարողություն, բա ինչի չեք բացահայտում։ Միլիարդ կներեք, 4 միլիարդ դոլար ունի, ինչի չեք բացահայտում։ Կբացահայտենք, այո, անօք եղեք։ Բա եթե չենք բացահայտում, այդ վայթե քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամներն էին, գլուխները կախ, բերում իրենց գողոնը, հանձնում պետությանը ու մի բան էլ պակաս։ Բերելու եք, վերցնելու ենք հատիկ առ հատիկ։ Ոչ մի գողացող չի պլստալու։ Հասկանում եմ անհանգստությունը,
Հասկանում եմ նաև ոգևորությունը։ Դե մտածում եմ ոնց անենք, որ սրանք իշխանության չլինեն, այն մենք էլ մեր փողերը վայելենք։ Չի գողացված գումարը չի վայելվելու։ Ասում է, այստեղից են տիկինն ասում է բանա, բռնապետ կամ բռնապետիկ։ Հարգելի հայրենակիցներ, ես ուղղակի զարմանում եմ, էլի։ Կինը ոնց կարող է ասել բռնապետիկ, կներեք, տղամարդին բռնապետիկ, Հայաստանի Հանրապետության վարչապետին բռնապետիկ, երբ ինքը մի խմբակցության մեջ է, որի ղեկավարին բազմաթիվ դրվագներում մեղադրվում է բռնապետության մեջ։ Եթե իրանք բռնապետ չէին, եթե Սերժը լավն էր, եթե Քոչարյանը լավն էր, եթե իրանք լավն են, մենք ստե ինչ գործ ունենք, Ժորժ ջան, խիան մեր ժողովուրդ ուղարկե այստեղ։ Որ իրանք շատ լավն են, որ իրանք գողություն չին արել, ասում ռեշտակի թևերը աճը թռնում են արդեն։ Ասում եք արմատախիլ ենք արել կոռուպցիան, չէ, արմատախիլ չենք արել, արմատախիլ ենք անում, հիմա ենք անում, ամեն օր գրվում է, այստեղից այս գույքը հետ բերվեց, այնտեղից այն գույքը։ Ժողովուրդ կարող քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներից են այդ գույքերն հետ բերում։ Երևի չէ, էլի, դե չգիտեմ, մենք չենք էլ կարող այդքան գույք ունենանք, որ բերեն։ Ասում է բանա, գալիս են այստեղ, թոշակները բարձրացնենք, աշխատավարձերը, հա, ընդդիմությունը ինչ ուզե կարա խոսա, բայց ձեր ժամանակ ինչը չէիք բարձրացնում, ասում է բանը, 3000 դրամ տալիս էինք դպրոցի դասատուին, թողներ են բոլոր ուսուցիչները, 3000 տալում էինք բուժաշխատողին, մեր բուրում էլ եղու կարակ ենք բուրում, որ գային անրա ավակի։ Խայտարակությունը 3000-5000 դրամով աշխատավարձ էիք ասում, մեր ժամանակ աշխատավարձ առնվազն, չգիտեմ քանի տոկոս բարձած է, 1000 դրամ որ տայինք մենք էլ մեր ժամանակ էլ մի քանի 100 անգամ կբարձրանար։ Ասում է բանը, ինչի համար չեք բացահայտում մարտի 1-ը, ասում եք վարչապետն հայտարարեց, որ բացահայտված է։ Այո, Հայաստանի Հանրապետության գոնե, ես իրավական մասով չգիտեմ, գոնե Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար բացահայտված է մարտի 1-ն էլ, հոկտեմբերի 27-ն էլ, Պողոս Պողոսյանն էլ եւ շատ ու շատ այլ բաներ։ Երեխեք ջան, ձեզ հաջողություն։ Ասում է բանա, այ դուք ջղաձգվում եք, որ մենք խոսում ենք կոռուպցիայից։ Օրինակ, մեր տունը, որ խոսում էին կոռուպցիայից եւ հիմա էլ, էլի, անընդհատ ընդդիմության տարբեր պաշտոնյաների դեմքեր էս մոտովս անցնում։ Չեղավ մի անգամ գոնե մերոնցից մեկի դեմքն անցներ։ Չգիտեմ, մենք չենք ջղաձգվում, ուղղակի մենք ասում ենք, որ այո, այդ կոռուպցիան արմատախիլ ենք անելու։ Ասում եմ, հա, մենք կոալիցիա չենք եղել, ով էր ասում, մենք կոալիցիա չենք եղել բանի հետ, Լևոն Տեր-Պետրոսյանի, շնորհակալություն, հարգելի ընդդիմություն, գոնե այդ մեկի հետ կոալիցիա չեք եղել, ձեր ցավը տանեմ, գոնե այդ մի դրվագով կարակ, ասում է 15 տարի դու իշխանության եք, 15 տարի առաջ օրինակ ես 17 տարեկան էի, 16 տարի, 18 տարեկան էի, իշխանություն է, հա, դե իհարկե, եթե իրականում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ես միշտ էլ իշխանություն եմ լինելու, այսօր էլ, վաղն էլ, մյուս օրն էլ։ Ասում է բանա, հա, ուզում եմ այդ Մերձավանի դպրոցի մասով խոսեմ, հարգելի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ընկերներ ու